Բարև բոլորին, առջևում քննություններ են և երևի թե ամենահեշտ քննությունը, որ կարող է լինել, դա 9-րդ դասարանի ավարտական քննությունն է մաթեմատիկա առարկայից։ Բաժանորդների խնդրանքով այս տեսանյութում կլուծենք նախորդ տարվա 9-րդ դասարանի ավարտական քննության, իսկ ավելի շուտ վերաքննության թեստը, օգոստոս ամսվա, քանի որ քննության թեստը տեղադրված չէր կայքում, Վերաքննության երկու թեստ կար հուլիս-օգոստոս ամիսների, բայց հուլիս ամսվա թեստը շատ նման էր 2023 թվականի վերաքննության թեստին, որը արդեն լուծված կա ալիքում։ Էնպես որ հիմա անցնենք այս թեստի լուծմանը։ Առաջին իսկ առաջադրանքը ասում է գտնել 90 թվի պարզ բաժանարարների քանակը։ Այսինքն պետք է գտնենք թե որ պարզ թվերի վրա է բաժանվում 90 թիվը։ Դրա համար եկեք 90-ը վերլուծենք պարզ արտադրիչների։ Այսինքն ցույց տանք, թե պարզ թվերի ինչպիսի արտադրյալի տեսքով կարելի է ներկայացնել 90 թիվը։ Օրինակ, 8-ը վերցնենք։ 8-ը կարելի է ներկայացնել 2 անգամ 2 տեսքով։ Եվ այդտեղից հետևություն ենք անում, որ նա բաժանվում է պարզ թվերից միայն 2-ի վրա, ճիշտ է ունի 3 արտադրիչ, բայց 3-ն է նույն 2 թիվն է, նույն 2 պարզ թիվն է, այսինքն ունի միայն մի պարզ բաժանարար, դա 2-ն է։ Նույնը կատարենք 90-ի համար, վերլուծենք պարզ արտադրիչների ու արդեն կհասկանանք, թե որ պարզ թվերի վրա բաժանվում։ Այդտեղից է արդեն կպարզենք պարզ բաժանարարների քանակը։ Ոնց ենք վերլուծում պարզ արտադրիչների, գրում ենք 90, սյունակի գիծ, աջ մասում ուղեցի հաստությունը, ուրեմն գրում ենք 90, գիծ, աջ մասում գրում ենք այն պարզ թվերը, որոնց վրա բաժանվում է։ Սկսում ենք ամենափոքր պարզ թվից, 2-ից։ 2-ի վրա բաժանվում է, այո, ուրեմն գրում ենք 2։ 90 եթե բաժանենք 2-ի, ինչ կստացվի, 45, գրում ենք 90-ի տակը 45։ Հիմա ասում ենք արդեն 45-ը որ պարզ թվերի վրա բաժանվում ու սկսում ենք ամենափոքրից։ 2-ի վրա բաժանումա ոչ, ուրեմն անցում ենք կատարում հաջորդ պարզ թվին, 3-ին, ասում ենք 45-ը 3-ի բաժանվում է, այո, ուրեմն գրում ենք այստեղ 3։ 45-ը որ բաժանենք 3-ի կտա ինչ, 15։ 15-ը 2-ի բաժանումա ոչ, 3-ի, այո, որ բաժանենք 3-ի ինչ կստանանք, 5։ 5-ը 2-ի բաժանումա ոչ, 3-ի բաժանումա ոչ, հաջորդ պարզ թիվը հենց 5-ն է, 5-ի բաժանումա իհարկե, արդյունքը կտա 1, հենց ստանում ենք 1, գործը համարում ենք ավարտված, որտեղ 1-ը պարզ թիվ չէ, 1-ը միայն 1-ի վրա է բաժանվում, այսինքն իմաստ չունի, էլի գրել 1, հետո ստեղ 1, հետո էլ ինչ, 1 ու այդպես շարունակ, իմաստ չունի, որտեղ մեզ պետք է գտնել պարզ թվերը, որոնց վրա բաժանվում է, 1-ն է պարզ թիվ չի, վերջ, ստացանք այն պարզ թվերը, որոնց վրա բաժանվում է, այսինքն եթե մենք 90-ը վերլուծենք պարզ արտադրիչների, կստացվի 90 հավասար է 2 անգամ 3 անգամ 3 անգամ 5, իսկապես 2 անգամ 9 կտա 18 անգամ 5 կտա 90 կամ ուզում եք ավելի պարզ 2 անգամ 5-ը 10 անգամ 9-ը 90։ Մի խոսքով ստացանք, որ 90-ը բաժանվում է 2, 3 և 5 պարզ թվերի վրա, էլի քանակ 2-ա, բայց դա կապ չունի քանակը, կարևորը որ բաժանվում է 2 պարզ թվի վրա, 3 պարզ թվի վրա և 5 պարզ թվի վրա։ Ուրեմն 90 թվի պարզ բաժանարարների քանակը ինչքան է, 3 չէ, որտև 2-ը, 3-ը և 5-ը դրանց քանակությունը 3 է, այնպես որ կասենք հետևաբար 3 ու կնշենք երկրորդ տարբերակը։ Հիմա երկրորդը 4 թվի, որ երկու հաջորդական աստիճանների միջև է գտնվում 47 թիվը։ 4 թվի, որ երկու հաջորդական աստիճանների միջև, դե 4-ի 1 աստիճանը 4-ն է, 4-ի քառակուսին 16-ն է, 4-ի խորանարդը 4 անգամ 4 անգամ 4, 64-ն է և այդպես շարունակ։ Նկատենք, որ 47-ը 16-ից մեծ է, բայց 64-ից է փոքր է։ Գրենք 16-ը փոքր է 47, իսկ վերջինս փոքր է 64։ Ինչպես արդեն ասացինք, 16-ը 4-ի քառակուսին է, իսկ 64-ը 4-ի խորանարդը։ Ստացվեց, որ 47-ը մեծ է 4-ի քառակուսուց, այսինքն 4-ի քառակուսին փոքր է 47-ից, բայց փոքր է 4-ի խորանարդից։ Ուրեմն 47 թիվը գտնվում է 4 թվի
որ երկու հաջորդական աստիճանների միջև 2 եւ 3 հաջորդական աստիճանների միջև։ Ուրեմն կգրենք 2 եւ 3, այստեղ նշենք, հա, այս 2-ն է, այս 3-ն է։ Ուրեմն 4 թվի 2 եւ 3 աստիճանների միջև է ընկած, կարևոր է էլի շեշտը դնենք հաջորդական։ Երրորդը որն է 3.25 տասնորդական կոտորակի ներկայացումը սովորական կոտորակի տեսքով։ Որն է սովորական կոտորակ, անկանոն կոտորակները, կանոնավոր կոտորակները, նաև խառը թվեր, հիմա սա օրինակ խառը թիվը, հա։ Լավ, հիմա 3.25 տասնորդական կոտորակը ինչպես ներկայացնենք սովորական կոտորակի տեսքով։ Տեսեք 3.25-ը ես կարող եմ գրել որպես 3 գումարած 0.25, չէ։ Սա էլ իր հերթին հավասար է 3 գումարած 0.25-ը դա 1/4-ն է, 1/4։ 3-ին գումարած 1/4։ Իսկ սա մենք կարող ենք արդեն գրել որպես 3.1/4, այս տեսքով, սա արդեն խառը թվի տեսքով է։ Դե վեր ստացվեց, որ 3.25 տասնորդական կոտորակը սովորական կոտորակի տեսքով կլինի 3.1/4։ Տեսնենք տարբերակներից որ մեկն է, հեսա, երրորդն է 3.1/4։ Մի հատ է ստուգենք, 3.25-ը հավասար է 3 գումարած 0.25, այսինքն 3 գումարած 1/4, այսինքն 3.1/4։ Հիմա չորրորդը, տրված թվերից որը պետք է կցագրել 605 թվին, որ ստացված թիվը բաժանվի 9-ի, հիշենք 9-ի բաժանելիության հայտանիշը։ Եթե բնական թվի թվանշանների գումարը բաժանվում է 9-ի, ապա այդ թիվը նույնպես բաժանվում է 9-ի։ Հիմա ասում է, որ թիվը պետք է տրվածներից կցագրել 605-ին, որ ստացված թիվը բաժանվի 9-ի։ Պետք է այնպիսի թիվ կցագրենք 605-ին, որ ստացված թվի թվանշանների գումարը բաժանվի 9-ի։ Եվ այստեղ հասկանում եք, որ կարևոր չի, թե կցագրում ենք վերջից, թե սկզբից, օրինակ, 10-ը։ Կապ չունի, 10-ը սկզբից ենք կցագրում, դառնում է 10.605 թիվ, ու սա ենք դիտարկում, թե վերջից ենք կցագրում, դառնում է 605.10, այսինքն 60.510։ Միևնույն է, մենք պետք է ստուգենք արդյոք թվանշանների գումարը բաժանվում է 9-ի, թե ոչ։ Իսկ մենք գիտենք, որ գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում։ Այսինքն հիմա օրինակ 10.605-ն է։ Ինչ տարբերություն ստուգել 1 գումարած 0 գումարած 6 գումարած 0 գումարած 5 արդյունքում ինչ կստացվի, այդ թիվն է բաժանվում 9-ի, թե եթե վերջից ենք կցագրում 605, այստեղ 10, թե 6 գումարած 0 գումարած 5 գումարած 1 գումարած 0 արդյունքում ինչ կստացվի, թիվն է բաժանում 9-ի։ Միևնույն է, գումարային տեղերը փոխելիս գումարը չի փոխվում, այսինքն սա ինչի որ հավասար է, նույնին հավասար է եւ այս գումարը։ Հասկանալի է։ Դրա համար կարևոր չի, թե վերջից թե սկզբից ենք կցագրում, այնպես որ եկեք ուղղակի ինչ որ չափով կարելի ասել բանավոր անենք, հա։ Հիմա նշված 4 տարբերակներից մենք պետք է ընտրենք այն մեկը, որը կցագրելով 605-ին ստացված թիվը բաժանվի 9-ի։ Դրա համար պետք է ուղղակի ստուգենք տարբերակներ ու ասում ենք ստուգում։ Առաջին տարբերակից հենց կարող ենք գալ, կրճատ գրեմ ս-ը եւ կետ։ Եթե 10-ից ենք սկսում, 10-ը կցագրենք 605-ի, էլի շեշտեմ, էական չի ոնց ենք կցագրում, հիմա օրինակ, քանի որ գրելու եմ, պայմանավորվենք սկզբից կցագրենք։ Գրենք, որ կստանանք 10.605 թիվը եւ արդյունքում դրա թվանշանների գումարը կլինի 1 + 0 գումարած 6 գումարած 0 գումարած 5։ Ինչ կստանանք։ 1-ին 5 6, 6-ին 6, 12 0-ները գումարենք, բան չի փոխվի, 12։ 12-ը 9-ի բաժանվում է, իհարկե ոչ, չի բաժանվում։ Դե եթե չի բաժանվում 9-ի, ուրեմն 10 թիվը եթե կցագրենք 605 թվին, ստացված թիվը չի բաժանվի 9-ի։ Ստուգում ենք հաջորդ տարբերակը 13-ը։ Թվանշանների գումարը արդյունքում ստացված թվի կլինի 1 + 3 + 6 + 0 + 5 արդյունքում կստանանք, եկեք սա ֆիքսենք, որ 11-ը ու միանգամից սա նայենք 4, 11-ին 4, 15, 15-ը բաժանվում է 9-ի, ոչ, չի բաժանվում 9-ի, հետևաբար եթե 13-ը կցագրենք 605-ին, ստացված թիվը չի բաժանվի 9-ի, հետո ստուգում ենք 34-ը, 3 + 4 + 6 + 0 + 5 վերջինը արդեն բանավոր կկատարենք, կստացվի 11-ին գումարում ենք 7, 18,
Ահա 18-ը բաժանում է 9-ի, 18 որտև 9 անգամ 2-ն է, չէ։ Սա աներողություն բաժանվում է 9-ի, եթե բաժանվում է 9-ի, ուրեմն եթե 34-ը կցագրենք 605 թվին, ստացված թիվը կբաժանվի 9-ի, այսինքն ճիշտ պատասխան կլինի երրորդ տարբերակը 34-ը եւ ապահովության համար միշտ ստուգում եք, հա, բոլոր տարբերակները, որտեղ թեստերում հաճախ է լինում թե տպագրական եւ թե անփութության սխալներ, կարող է կամ երկու ճիշտ տարբերակ լինի, կամ ավել, հա, նույնիսկ այդպիսի սխալ թույլ տված լինեն տպագրելուց, կամ օրինակ ոչ մի ճիշտ պատասխան չլինի, դրա համար պետք է աշխատեք նենց լուծել, որ հույսները չդնեք տարբերակների վրա, այլ դուք ստանաք այնպիսի պատասխան, որ հետո նոր տեսնեք տարբերակներից որն է, նշեք, հասկանալի է, ուղղակի էս այն հարցն է, որ մենք չենք կարող 8-ից վերցնել այդ թիվը, պետք է տրված թվերից ընտրենք, հա, այն մեկը, որը կցագրելով սրան կբաժանվի 9-ի, վերջինը բանավոր 37, 3 + 7 10, էսը 11, 21, 21 9-ի բաժանումա ոչ, ուրեմն կստացվի, որ միակ ճիշտ պատասխանը 34-ն է, ինչպես եւ պետքա լինի, պետքա մի ճիշտ պատասխան լինի, որ հետո ձևաթուղթը լրացնելուց մի x տնեք համապատասխան վանդակում։ 5-րդը, ինչ է ասում 5-րդը, 1 գրամը 1 կիլոգրամի որ մասն է կազմում, որպեսզի պարզենք 1 գրամը 1 կիլոգրամի որ մասն է, մենք 1 գրամը պետք է բաժանենք 1 կիլոգրամի վրա։ Հաշվի առնելով, որ 1 կիլոգրամը դա 1000 գրամն է, կստացվի 1 գրամը բաժանած 1000 գրամի վրա։ Արդյունքում կստանանք 1/1000-րդ, հա, առանց չափման միավորի 1/1000-րդ։ Ուրեմն 1 գրամը 1 կիլոգրամի 1/1000-րդ մասն է։ 4-րդ տարբերակ։ 6-րդը տուփի մեջ կա 160 մատիտ, գտնել մատիտների քանակի 75%, ուղղակի պետք է հաշվենք 160-ի 75%-ը, դրա համար 160-ը բազմապատկում ենք 75-ով եւ բաժանում ենք 100-ի վրա, արդյունքում կստանանք 160 ու 100-ը 10-ով կրճատենք, այս 0-ների վրա ենք գիծ քաշում, այսինքն կարելի է ավելի արագ է սա անել, գիտեք, այսպես չէ, 100-ն ու 75-ը կրճատենք 25-ով, այստեղ կլինի 4, այստեղ կլինի 3, եւ հիմա 160-ն ու 4-ը եթե կրճատենք 4-ով, այստեղ կլինի 40, այստեղ 1, համարիչում 40 անգամ 3 հայտարարում 1, այսինքն 120-ը բաժանած 1 կտա ուղղակի 120, հա, թիվը 1-ի վրա բաժանելիս թիվը չի փոխվում, մնում է նույնը։ Այնպես որ ստացվեց 120, կլինի երրորդ տարբերակը։ Գտնել -2, 1, 5, 6 և 0, 1, 2, 5, 7 բազմությունների միավորումը։ Եկեք առաջի բազմություն նշանակենք A-ով, երկրորդ բազմություն նշանակենք B-ով։ Պետք է գտնել A և B բազմությունների ուրեմն միավորումը։ Հիշենք սահմանումը, հա, A և B բազմությունների միավորումը այն տարերի բազմությունն է, որոնք պատկանում են A և B բազմություններից գոնե մեկին։ Հատումը հիշում ենք, որ պետք է երկուսին էլ միաժամանակ պատկանի, այսինքն մենք պետք է վերցնենք ընդհանուր տարերը այդ երկու բազմությունների։ Իսկ միավորման դեպքում պետք է գոնե մեկին պատկանի, այլ կերպ ասած մենք վերցնում ենք մեկի տարերը եւ վերցնում ենք հետո մյուսի տարերը, որտեւ այս A բազմության օրինակ տարերը վերցնենք, սրա յուրաքանչյուր տար պատկանում է A բազմության, այսինքն ստացվում է, որ A և B բազմություններից գոնե մեկին պատկանես, չէ՞։ Նույն ձևով B բազմության յուրաքանչյուր տար վերցնենք, ստացվում է պատկանում է B բազմությանը, ուրեմն A և B բազմություններից գոնե մեկին պատկանում է, չէ՞։ Դե ստացվում է, որ A և B բազմությունների բոլոր տարերը ուղղակի պետք է վերցնենք, հասկանալի է։ Այսինքն կլինի A և B բազմությունների միավորումը նշանը այսպես էր, հա։ Չենք որում հատումը այսպես էր, միավորումը այսպես էր, կլինի հավասար։ Ու ընդունված է փոքրից մեծ գրել -2, հետո 0, 1, 2, 5, 6, 7, ուրեմն -2, 0, 1, 2, 5, 6, 7, սա է։ Տեսնենք երկրորդ տարբերակին է նման, -2, 0, 1, 2, 5, 6, 7, ահա, ուրեմն կլինի երկրորդ տարբերակը։
8-րդը գտնել 2x քառակուսի գումարած 5x խորանարդ հանած 8x 4 այսչափ բազմանդամի հակադիր բազմանդամը։ Հակադիր բազմանդամ։ Ուրեմն տրված բազմանդամը -1-ով բազմապատկելուց ստացվող բազմանդամն անվանում են տրված բազմանդամի հակադիր բազմանդամ, հա։ Տրված բազմանդամը -1 թվով բազմապատկելուց ստացվող բազմանդամը անվանում են տրված բազմանդամի հակադիր բազմանդամ։ Ուրեմն այս բազմանդամի հակադիր բազմանդամը ստանալու համար ուղղակի այս բազմանդամ բազմապատկենք -1-ով։ Կստացվի -1 անգամ փակագծերում արտագրենք այդ բազմանդամը 2x քառակուսի գումարած 5x խորանարդ հանած 8x 4 այսչափ բացենք փակագծերը կլինի -2x քառակուսի հանած 5x խորանարդ մինուսը մինուսի կտա պլյուս, հուսամ հիշում եք ոնց էին նշանները իրար հետ հարաբերվում, հա, պլյուսը պլյուսի պլյուսա, պլյուսը մինուսի կա, մինուսը պլյուսի մինուսա, իսկ մինուսը մինուսի պլյուսա, այնպես որ կստանանք արդյունքում -2x քառակուսի հանած 5x խորանարդ գումարած 8x 4 այսչափ բազմանդամը, սա է տրվածին հակադիր բազմանդամը, տեսնենք որ տարբերակն է, կարելի է պոչերով համեմատել պլյուս 8x 4 այսչափ, կամ երրորդն է կամ չորրորդն է, դիմացը մինուսով է, չորրորդն է, ստուգենք միջին անդամը, այսպես ասած, հա, միջին անդամը, որտեղ մեջտեղում է գրված, -5x խորանարդ, -5x խորանարդ, ամեն ինչ ճիշտ է, ուրեմն կլինի չորրորդ տարբերակը, հասկանալի է։ 9-րդը գտնել -4x քառակուսի y անգամ 5k խորանարդ z միանդամի գործակիցը։ Միանդամի գործակիցը դա թվային գործակից է։ Պետք է գտնել թվային գործակիցը։ Նկատենք, որ այստեղ կարող ենք թվերը իրարով բազմապատկել ու արդյունքում կստանանք, որ այս միանդամը նույնն է թե գրենք կամ հավասար է -20, չէ, -4 անգամ 5-ը կտա -20 x քառակուսի y k խորանարդ z հերթականություն պայելով ոնց որ տրված է։ Ստանում ենք սա, դե սրա թվային գործակիցը որն է, կամ այս միանդամի գործակիցը որն է, թվային գործակիցը -20-ն է, ուրեմն -20-ն է։ Փաստորեն տրված միանդամի գործակիցը դա -20-ն է, հասկանալի։ Ուղղակի պետք է թվային գործակցի նայեք, բայց եթե այստեղ եք նայում, երկու թիվ է, որոնց արտադրյալ տասա մինոր թիվ պետք է այդ արտադրյալը գտնեք, նոր արդեն պարզ կդառնա, որն է միանդամի գործակիցը։ Հաջորդը ուրեմն 10-րդը գտնել բերված տեսքի քառակուսային հավասարումը, եթե -3 և 5 թվերը նրա արմատներն են։ Նախ վերհիշենք որն էր բերված տեսքի քառակուսային հավասարում։ Քառակուսային հավասարումը, որում ավագ անդամի գործակիցը հավասար է 1-ի, անվանում են բերված տեսքի քառակուսային հավասարում։ Այսինքն եթե ընդհանուր դեպքում ax քառակուսի գումարած bx գումարած c-ն հավասար է 0 քառակուսային հավասարումն է, բայց i փոխարեն 1 կամ ասում ենք անհավասար է 1, դա կստացվի արդեն բերված տեսքի քառակուսային հավասարում, քանի որ ստացվեց, որ ավագ անդամի, այսինքն x քառակուսու գործակիցը 1 է, հասկանալի է։ Այսինքն ընդհանուր դեպքում ասում են, որ x քառակուսի պլյուս px պլյուս q հավասար է 0 տեսքի հավասարումները, դրանք բերված տեսքի քառակուսային հավասարումներ են։ Տեսեք x քառակուսու գործակիցը 1 է, չենք գրում այդ 1 գործակիցը։ Հիմա եթե ինչ որ մի, չգիտեմ, պարագայում տրված լիներ 2, ասենք x քառակուսի, օրինակ գումարած 3x հանած 2-ը հավասար է 0 հավասարումը։ Սա բերված տեսքի չի, բայց ներողություն կարող ենք բերել։ Ոնց, մեզ պետք է x քառակուսու գործակիցը լինի 1, չէ՞։ 1 լինելու համար պետք է 2-ից ազատվենք։ 2-ից ոնց ազատվենք, որ արդյունքում մնա 1։ Պետք է 2-ը բաժանենք ինքն իր վրա, չէ՞։ Թիվը 0-ից տարբեր իր վրա բաժանելով ստանում ենք 1, հա, թիվը 0-ից տարբեր թիվը իր վրա բաժանելով ստանում ենք 1։ Արդյունքում, որպեսզի սա բերենք բերված տեսքով գրենք, այսինքն ստանանք բերված տեսքի քառակուսային հավասարում, պետք է ուղղակի հավասարման երկու մասերը բաժանենք x քառակուսու գործակցի վրա 2-ի վրա։ Արդյունքում, եթե բաժանենք 2-ի, հա, կստանանք x քառակուսի գումարած 3 երկրորդ x գրենք 1/5x, հանած 2 երկրորդ էլի 1, հավասար է 0-2-ի z
0 Այս հավասարում, այս սա արդեն բերված տեսքի քառակուսային հավասարում է։ Լավ, հետ վերադառնանք մեր բուն օրինակին։ Գտնել բերված տեսքի քառակուսային հավասարումը, եթե -3 եւ 5 թվերը նրա արմատներն են։ Տեսեք, մենք գիտենք, որ եթե x1 եւ x2-ը ax քառակուսի գումարած bx գումարած c քառակուսային եռանդամի արմատներն են, ապա այդ եռանդամը կարելի է վերլուծել արտադրիչների հետևյալ ձևով։ Կլինի a անգամ, ստեղ գրենք, x հանած x1 x հանած x1 անգամ x հանած x2։ Հիշում եք, երբ որ x1-ն ու x2-ը իրար հավասար էին, այսինքն մի արմատ ասում ենք երկու համընկնող, այսինքն x1-ն ու x2-ը հավասար են, սա արդեն ընդունում էր ինչ, x հանած x1 քառակուսի տեսք, ստացվում էր անգամ x հանած x1-ի քառակուսի։ Հիմա երբ որ x1 եւ x2-ը ax քառակուսի գումարած bx գումարած c քառակուսային եռանդամի արմատներն են, ապա այդ եռանդամը կարելի է վերլուծել արտադրիչների հետևյալ ձևով։ Դե քանի որ խնդրում ասում է, որ այս քառակուսային հավասարման արմատներն են այս թվերը, ուրեմն համապատասխան քառակուսային եռանդամի արմատներն են, այս թվերը, ինչ կարող ենք անել։ Կարող ենք ապագա, ստացվող քառակուսային եռանդամը վերլուծել արտադրիչների ու արտադրիչների վերլուծման ժամանակ արդեն x1 եւ x2-ի փոխարեն կունենանք -3 եւ 5 թվերը, հասկանալի է, այսինքն կստացվի a անգամ x-ից հանած օրինակ ենք վերցնում, կապ չունի x1-ն ու x2-ը որը կվերցնենք, -3-ը x1, 5-ը x2 թե հակառակ էական չի։ Կլինի անգամ x-ից հանած, օրինակ x1-ը -3, հանած -3, մինուսը մինուսի կտա պլյուս, անգամ x + 3, անգամ x-ից հանած x2, այսինքն x-ից հանած 5։ Ստացանք այս տեսքը, բայց այստեղ մի նյուանս կա, որի վրա պետք է ուշադրություն դարձնել։ Ասում է, որ քառակուսային հավասարումը բերված տեսքի քառակուսային հավասարում է։ Դա ինչ է նշանակում։ Նշանակում է, որ մեր ապագա եռանդամի, ավագ անդամի գործակից, այսինքն x քառակուսու գործակիցը 1 է։ Դե ուրեմն այս a-ն, որ ax քառակուսի + bx + c-ում x քառակուսու գործակիցն է, իրականում 1 է։ Դրա համար հատուկ շեշտենք, որ սա 1 է։ Արդյունքում ստանում ենք 1 անգամ կլինի փակագծերում x + 3 անգամ x - 5։ Ու հիմա ուղղակի պետք է բացել փակագծերը, արդյունքում ինչ որ կստացվի այդ մեր բերված տեսքի քառակուսային հավասարումը։ Կլինի այս 1-ը արդեն անտեսում ենք, որտեղ 1-ով բազմապատկելով բան չի փոխվում, նայում ենք ուղղակի այս արտադրյալին, Կլինի x-ը x-ի հետ ենք բազմապատկում, x քառակուսի, x-ը -5-ի հետ հանած -5x, 3-ը x-ի հետ, նու այս +3-ը կարելի ասել, որ նշանի պահը հասկանալի լինի, պլյուս կլինի 3x եւ 3-ը -5-ի հետ հանած 15։ Վերջնական կստանանք x քառակուսի հանած 5x + 3x հանած 2x եւ հանած 15։ Սա մեր բերված տեսքային քառակուսային հավասարումն է, որի արմատներն են -3 եւ 5 թվերը։ Տեսնենք, որ տարբեր է, հավասարում էր, ճիշտ է։ Դրա համար վերջում կստանանք, որ դա հավասար է 0, Ես եռանդամը գրեցի, իսկ հավասարումը արդեն կլինի վերջում հավասար է 0, ուրիշ բան չի կարա լինի, որտեվ եթե ուրիշ բան լինի 0-ի փոխարեն, արդեն եթե 0-ի նկատմամբ հավասարումը կարելի ասել արտագրենք, կլինի x քառակուսի հանած 2x հանած ուրիշ թիվ 15-ից տարբեր, ու դրա արմատները արդեն չեն լինի -3-ն ու 5-ը, որտեվ -3-ն ու 5-ը հենց այս եռանդամի արմատներն են, դրա համար հավասարումը կլինի դա հավասար է 0, հասկանալի է։ Բարի, սա կլինի ուրեմն 4-րդ տարբերակը։ Լավ, այս վերևը նշել ենք, չէ՞, պատասխանները։ 7, 8, 9, հետ վերադառնանք ուրեմն 10-ին, 10-ը փաստորեն ավարտեցինք, հիմա 11-ը, որ քառորդներում չի դասավորված y հավասար x - 1-ի քառակուսի գումարած 2 ֆունկցիայի գրաֆիկը։
Դե կարելի է երկու եղանակով կամ մտովի պատկերացնում ենք այս ֆունկցիայի գրաֆիկը ու հասկանում ենք միանգամից, կամ գնահատում ենք այս ֆունկցիայի արժեքների բազմությունը։ Եկեք երկրորդ եղանակից կանք, հա, արժեքների բազմությունից։ Կարող է մարդկա գրաֆիկը չի կարողանում կառուցել, դրա կարիքը չկա, կարելի է ուրիշ ձև այս հարցին պատասխանել։ Տեսեք, x-1-ի քառակուսին ի՞նչ է, ոչ բացասական մեծություն է, չէ՞։ Գրում ենք x-1-ի քառակուսին մեծ կամ հավասար է 0։ Եթե ոչ բացասական մեծությանը գումարենք 2, նա 2-ով կմեծանա, չէ՞։ Այսինքն 0-ին հավասար կամ նրանից մեծ մեծությունը արդեն կդառնա 2-ին հավասար կամ նրանից մեծ, որտեղ եթե 0 արժեք ընդունում, 0-ին գումարենք 2 կստանանք 2, եթե 0-ից մեծ է գումարենք 2 կստանանք, որ 2-ից մեծ է։ Այսինքն եթե x-1-ի քառակուսին մեծ կամ հավասար է 0, ուրեմն x-1-ի քառակուսի գումարած 2-ը մեծ կամ հավասար 2, եթե կողքը տեղ լիներ, կողքը միանգամից կգրեինք, հա, մեծ կամ հավասար 2, հիմա տակից ցույց տամ։ Սա ուրեմն մեծ կամ հավասար է 2։ Դե ինչ է ստացվում, որ այս ֆունկցիայի փոքրագույն արժեքը 2-ն է, իսկապես, եթե x-ը, սենց սկսենք նախադասությունը, 2 արժեք կարող է ընդունել, կընդունի, եթե սա լինի 0, սա 0 կարող է լինել, իհարկե, եթե x-ը լինի 1, կլինի 0-ի քառակուսին 0։ Դե ուրեմն սա փոքրագույն արժեք իսկապես ընդունում է ու դա 2-ն է, եւ հաջորդ արժեքները արդեն 2-ից մեծ են ու գնալով մեծանում են, որտեղ x-ը ինչքան, ասենք, մեծացնում ենք 1-ից, ստացվում է x-1 այնքան ավելի մեծ է 0-ից, նրա քառակուսին ավելի մեծ է, գումարած 2-ը ավելի մեծ է, եւ ինչքան 1-ից փոքրանում է, այնքան էլի, քանի որ այնտեղ քառակուսիով է, մեծանում է, գումարած 2-ը մեծանում է։ Արդյունքում ստացվում է, որ եթե x-1-ի քառակուսի գումարած 2-ը 2 արժեք չի ընդունում, ապա մնացած x-երի դեպքում արդեն 2-ից մեծ արժեքներ է ընդունում։ Ինչքան ասես մեզ գնալով մեծանում է։ Դրա համար այս ֆունկցիա արժեքների բազմությունը կլինի 2-ից պլյուս անվերջություն, ընդ որում 2-ը փակ, գրենք, հա, y-ը արժեքների բազմությունը ընդունված է այսպես նշանակել, իսկ որոշման տիրույթը արդեն dy-ով, y-ը հավասար է փակ փակագից 2-ից պլյուս անվերջություն։ Հիմա ինչպես է օգնելու սա պատասխանել այս հարցին։ Եթե արժեքների բազմությունը 2-ից պլյուս անվերջն է ու հաշվի առնելով, որ այս ֆունկցիայի գրաֆիկը պարաբոլ է, դե ինչու, որտեղ այս փակագծերը եթե օրինակ բացենք, պարզեցնենք, վերջում կստանանք ինչ-որ քառակուսային եռանդամ, չէ, որի գրաֆիկը պարաբոլ է, կամ քանի որ 9-րդ դասան եք, արդեն պետք է գրաֆիկների ձևափոխությունը անցած լինեք, ու y հավասար x քառակուսուց հետո y հավասար x քառակուսի, հետո անգամ x մինուս x0-ի քառակուսի, հետո անգամ x մինուս x0-ի քառակուսի գումարած y0 տեսքի ֆունկցիաների գրաֆիկները կառուցելուն պետքա ծանոթ լինեք։ Ու գիտեք, որ էլի գրաֆիկը պարաբոլ է, որտեղ y հավասար x քառակուսի ֆունկցիայի գրաֆիկը պարաբոլ է, ու հետո ձևափոխություններով այդ պարաբոլը տեսքը այնքանով չի փոխվում, որ նա մնում է պարաբոլ։ Ուղղակի նա կամ զուգահեռ է տեղաշարժվում OX առանցքի ուղղությամբ, կամ զուգահեռ տեղաշարժվում է OY առանցքի ուղղությամբ, հա, այսինքն բարձրանում է կամ իջնում է ներքև OY առանցքով, կամ էլ այնտեղ I-ից կախված է, ճյուղերը ավելի փռված են կամ ավելի, այսպես ասած, OY առանցքին մոտ են, այսինքն ավելի նեղ են, բայց արդյունքում գրաֆիկը միևնույն է, պարաբոլ է, հասկանալ, որտեղ ֆունկցիան իր քառակուսային է։ Եվ ուրեմն, եթե գրաֆիկը պարաբոլ է, ճյուղերն ուղղված է վերև ակնհայտ է, հա, որտեղ բացենք x-ի գործակիցը դրական է։ Ճյուղերն ուղղված վերև պարաբոլ է ինչ-որ ձև, եւ փոքրագույն արժեքը 2 է։ Դե չի ստացվում, որ եթե գրաֆիկը այս տիպի բան է, փոքրագույն արժեքն է 2-ը ինչ-որ կետում ընդունում է, ուրեմն նա չի կարող ընդունել 0-ից փոքր արժեք, որտեղ փոքրագույն արժեքը 2-ն է։ Եթե 0-ից փոքր արժեք չի կարող ընդունել, նա երբեք չի կարող 3-րդ քառորդում կամ 4-րդ քառորդում լինել։ Այսինքն նրա գրաֆիկի ոչ մի կետ չի կարող պատկանել 3-րդ կամ 4-րդ քառորդին, հա, քառորդները սրանք են, առաջին, երկրորդ, երրորդ, 4-րդ, սա կոորդինատների սկզբնակետն է։ Հիմա եթե փոքրագույն արժեքը 2-ն է, այսինքն 2-ից փոքր արժեք չի կարող ընդունել, ուրեմն 0-ից փոքր արժեք չի կարող ընդունել, եւ եթե 0-ից փոքր արժեք չի կարող ընդունել, նրա գրաֆիկը չի կարող 3-րդ կամ 4-րդ քառորդներով անցնի, այսինքն չի կարող այսպես ասած դասավորված լինի, հա, այդ քառորդներում։ Իսկ ինչն է ակնհայտ է, որ առաջին եւ երկրորդ քառորդներում 2-ում է դասավորված, որտեղ
ճյուղերը sense անverջ են գնում, հա, ճյուղերն ուղղված են վերև, գագաթը որտեղ է լինի, հիմա այս քառորդում լինի, թե այս քառորդում լինի, դա է էական չի, միևնույն է գրաֆիկը, որ կառուցենք այս տիպի բան, այս ճյուղը անverջ գնում ասենք դեպի ցախ, ուրեմն երկրորդ քառորդում դասավորված լինելու է, հա, գրաֆիկը, եթե այստեղ է, տեսեք աջ ճյուղն է գնում անverջ, կարելի է ասել դեպի աչը, չէ, ուղղվածությունը, այսինքն առաջին քառորդում է լինելու է։ Այնպես որ բարձելով արժեքների բազմությունը միանգամից ասում ենք, որ եթե 2-ից փոքր արժեք չի կարող ընդունել, այսինքն 0-ից փոքր արժեք չի կարող ընդունել, ուրեմն երրորդ եւ չորրորդ քառորդներին այս ֆունկցիայի գրաֆիկը պատկանող կետ չունի, կամ էլ արդեն կամ լավ սա թող մնա, կամ էլ երկրորդ եղանակը, որոնց գրաֆիկն են կառուցում, հասկանում ենք, որ այս տեսքի ֆունկցիայի գրաֆիկը պարաբոլ է, իսկ գագաթի կոորդինատները որոնք են 1, 2-ը 1, 2-ը Արդյունքում ստացվի, որ 1, 2 կոորդինատներով կետը մոտավորապես է, ճյուղերն ուղղված վերև պարաբոլ է, գրաֆիկը մոտավորապես այսպիսի բան է։ Կառուցում եք վերջ, ասում եք առաջին եւ երկրորդ քառորդներում կարող է դասավորված լինել, բայց ոչ երրորդ եւ չորրորդ։ Այնպես որ ասում են, որ քառորդներում չի դասավորված, կասենք երրորդ եւ չորրորդ կլինի, ուրեմն երկրորդ տարբերակը, հա Սա 2-ն է, սա 1-ն է։ Հիմա 12-ը, ինչպես կփոխվի թվերի միջին թվաբանական, եթե բոլոր թվերը մեծացնենք 2-ով։ Պետք է որ գլխի ընկնենք, որ կմեծանա 2-ով, բայց եկեք մի հատ դա գոնե մի անգամ ընդհանուր տեսքով ցույց տանք, որ ամեն անգամ չասենք պարզա կամ կարող եք կռահել եւ այլն։ Ենթադրենք ունենք այստեղ քանի թվերի մասին է խոսքը։ Շատ ավելի լավ, որ չի ասում երկու թվերի, այլ ընդհանրապես է հարցում։ Ինչ-որ քանակության թվեր ունենք։ Ենթադրենք ունենք ինչ-որ n հատ թվեր, ասենք a-նա, b-նա, c-նա, d-նա, a-նա, b-նա, c-նա, d-նա եւ այսպես շարունակ։ n հատ թիվ ունենք։ Ինչպես գտնենք այս թվերի միջին թվաբանականը։ Դրա համար մենք պետք է ուղղակի այս թվերը իրար գումարենք եւ գումարը բաժանենք թվերի քանակի վրա, այսինքն տրված քանակությամբ թվերի միջին թվաբանականը գտնելու համար պայմանական x գծիկով, հա, նշանակենք։ Մենք պետք է գումարենք այդ թվերը եւ բաժանենք գումարը նրանց քանակի վրա, այսինքն a + b + c + d plus եւ այլն, սա պետք է բաժանենք քանակի վրա, ինչպես ասացինք, ենթադրենք n հատ թիվ ունենք, բաժանում ենք n-ի վրա։ Հիմա ասում եմ ինչպես կփոխվի թվերի միջին թվաբանականը, սա, եթե բոլոր թվերը մեծացնենք 2-ով։ Հիմա եկեք գտնենք սա, երբ որ արդեն բոլոր թվերը 2-ով մեծ են, a-ի փոխարեն կունենանք a + 2, b-ի փոխարեն b + 2, c-ի փոխարեն c + 2 եւ այդպես շարունակ։ Եկեք սա մի քիչ բերենք այս կողմ, որ տեղ մնա, հա, մնացածը գրելու համար։ Ուրեմն կստանանք արդեն a + 2, պետք է գումարենք b + 2, այստեղ տեղը քիչ է, բազմակետ միանգամից դնեմ, հա, գումարած c + 2, գումարած d + 2, գումարած եւ այլն, եւ սա պետք է բաժանենք քանակի վրա։ Դե թվերը մեծացնելով հո քանակը չմեծացավ, մենք թվերի արժեքները մեծացրեցինք, չէ՞։ Այսինքն նույն թվերը մնացին, ուղղակի 2-ով մեծացավ, այսինքն քանակը չփոխվեց։ Ուրեմն նույն n հատն են, սա պետք է բաժանենք n-ի։ Այսինքն նոր ստացված թվերի, հա, մեծացնելուց հետո ստացված թվերի արդեն միջին թվաբանականը կլինի հավասար սրան։ Ստեղ գրենք, հա։ Կլինի հավասար սրան, իսկ վերջինս հավասար է։ Ինչ կարող ենք այստեղ նկատել։ Այստեղ կարող ենք նկատել, որ եթե բացենք փակագծերը, որտեղ ես դա ուղղակի գրեցի, ոնց որ ասած հատկանշելու համար, որ a-ի տեղը a + 2-ն է, b-ի տեղը b + 2-ն է եւ այլն։ Եվ թվերը գումարելով իրար, մենք կստանանք հետևյալ արտահայտությունը a տառերն է իրար կողք, այսինքն նրանք էլ էին, հա, թվեր, որ տառերով ենք նշանակել պայմանական, այսինքն կլինի a + b + c + d plus եւ այլն,
այն մնացածը, որ n-ի մեջ մնացածը հասկանալ է եւ այլն, գումարած այդ երկուսներն իրար հետ ենք գումարում, հա, այսինքն a-ն, b-ն, c-ն, d-ն եւ այլն իրար հետ ենք նայում, իսկ երկուսները արդեն իրար հետ ենք գումարում։ Քանի հատ երկուս ունենք, քանի որ մենք ունեինք n թիվ a + 2, b + 2 եւ այլն, ու այդ յուրաքանչյուր թվում կա 2, ստացվում է մենք ունենք n հատ 2, բարձրության համար գրեմ n անգամ 2, ու սա բաժանած է n-ի։ Սա իր հերթին հավասար է։ Եկեք սա էլ հետևյալ ձևով գրենք a + b + c + եւ այլն, հա, սա բաժանած n գումարած այդ n անգամ 2-ը բաժանած n, իսկապես եթե n-ը հիմա բերենք ընդհանուր հայտարար կստանանք n ինչ որ ունեինք, հասկանալի է, ներկայացրեցինք նույն հայտարարով, բայց առանձին, հա, կոտորակների գումարի տեսքով։ Ու այստեղ ինչ ենք նկատում, որ a + b + c + եւ այլն բաժանած n-ը դա մեր սկզբնական միջին թվաբանականն է, կարելի է այստեղ ինդեքսում գրել 0, հա, որպես սկզբնական։ Իսկ նոր ստացված է, այսինքն սա ստացվեց հավասար է սկզբնական միջին թվաբանականին, հա, սկզբնական թվերի միջին թվաբանականին, գումարած այստեղ ինչ է, n-ը դե 0-ից տարբեր թիվ է, ուրեմն կարող ենք համարիչ հայտարար բաժանել n-ի վրա, այլ կերպ ասած կրճատել n-ով։ Դե կրճատում ենք, արդյունքում ստանում ենք 2 անգամ 1-ը բաժանած 1, այսինքն ուղղակի 2։ Կլինի x 0 միջին գումարած 2։ Ինչ ստացվեց։ Ստացվեց, որ թվերը 2-ով մեծացնելուց հետո այդ թվերի միջին թվաբանական, այս սա հավասար է մինչև մեծացնելը, հա, եղած թվերի միջին թվաբանական գումարած 2։ Դե չստացվեց, որ ստացված միջին թվաբանական 2-ով մեծ է նախորդ միջին թվաբանականից։ Այսինքն, եթե մենք բոլոր թվերը մեծացնում ենք 2-ով, միջին թվաբանականը ոնց է փոխվում, մեծանում է 2-ով, հասկանալ եմ, մեծացնենք 10-ով կմեծանա 10-ով, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Դե վերջ, ինչպես կփոխվի թվերի միջին թվաբանականը, կմեծանա 2-ով, կլինի ուրեմն երրորդ տարբերակը։ Բարի։ Հիմա ուրեմն 13-ը։ 13-ից 15-ը հաշվել արտահայտության արժեքը։ 3.6 բաժանած 0.3 հանած 2 բաժանած 1 երկրորդ։ Դե ինչ կարելի անել։ Կարելի է 3.6-ը գրել որպես 36 10-րդ, 0.3-ը 3 10-րդ, բաժանել նույնաթե բազմապատկել հակադարձով, կլինի 3.6 անգամ այդ 0.3-ը, որը 3 10-րդն էր, դրա հակադարձ, այսինքն 10-րդ։ 3.6-ն է 36 10-րդ էին գրել, ուրեմն կստացվի 36 10-րդ, հա սա հավասար է, ուղղակի կողքը վերջակետա դրած, դրա համար չշարունակեցի կողքից։ Սա հավասար է 36 10-րդ բաժանած 3 10-րդ, այսինքն անգամ հակադարձով անգամ 10-րդ, հա, համարիչ հայտարար տեղերով փոխում ենք, հանած 2 բաժանած 1 երկրորդ անգամ հակադարձով, անգամ 2 1/3-ով, հենց այդպես է գրեմ, անգամ 2 1/3-ով։ Կստանանք 10-ը կրճատվեցին, 36-ն ու 3-ը կրճատենք 12, կմնա արդյունքում, եթե 3-ով կրճատենք, այլ կերպ ասած 36-ը բաժանում ենք 3-ի ուղղակի, հա, 12 հանած կլինի 4 1/3, 4, 12-ից հանենք 4 կտա 8։ Վերջ։ Արտահայտության արժեքը գտանք 8-ը, կլինի առաջի տարբերակը։ 14-ը 8-ը խորանարդ հանած b խորանարդ հանած 2a + հարաբերած 2a + b-ի քառակուսի հանած 2ab։ Եթե անհավասար 2 b-ն 1, թվերը լավն են, կարող եք տեղադրել ստանալ, բայց ես միշտ խորհուրդ եմ տալի պարզեցնել նոր վերջում տեղադրել, հա, a եւ b-ի փոխարեն տրված արժեքներ, որտեղ 2-ի ու 1-ի փոխարեն կարելի էր ավելի տհաճ թվեր տալ, ու այդ ժամանակ եթե տեղադրեինք, միգուցե մեր աշխատանքը, հա, ավելի բարդանար։ Դե մեզ պետք չի բարդացնել մեր աշխատանքը, ընդհակառակը պետք է պարզեցնել։ Դրա համար եկեք պարզեցնենք այս արտահայտությունը։ Նկատենք, որ այստեղ խորանարդների տարբերություն կա, ու 8-ը եթե ներկայացնենք 2-ի խորանարդով, չէ, 8-ա խորանարդը կլինի 2-ի խորանարդ անգամ a խորանարդ, այսինքն 2a-ն ընդհանուր բարձրացած խորանարդ, հա, 2a-ի խորանարդ հանած b-ի խորանարդն, այստեղ ինչ որ բաներ կա, բայց որպեսզի հասկանանք, սա իսկապես պետք է այդ տեսքով ներկայացնել, թե չէ, չնայած ուրիշ բան չեմ կարծում պետք լինի, հա,
Նախ եւ առաջ պարզեցնենք հայտարարը։ Հայտարարի արտահայտությունը մեզ կհուշի, թե համարիչում մեզ ինչ է պետք ստանալ, որ ամենայն հավանականությամբ կրճատենք, որ ավելի պարզեցված արտահայտություն ստանանք, հա։ Դրա համար ուրեմն գրում ենք, որ այս կոտորակը հավասար է նախ հայտարարը։ Բացենք այս քառակուսին, կլինի 2a-ն բարձրացած քառակուսի 4a քառակուսի 4a քառակուսի գումարած 2 անգամ b, այսինքն գումարած 4ab գումարած b քառակուսի հանած 2ab։ Վերևը նույն ձև դեռևս արտագրենք 8a խորանարդ հանած b խորանարդ, սա կլինի հավասար։ Նկատենք, որ այստեղ 4ab հանած 2ab-ն, հա, կտա պլյուս 2ab, հայտարարում կստանանք 4a քառակուսի գումարած 2ab գումարած b քառակուսի։ Սա ինչա ձեզ հիշեցնում, այստեղ բանաձև չկա, հա, մաքուր, դրա մասին պետք չի մտածել, պետք է մտածել, որ եթե մենք ներկայացնեինք սա 2a-ի խորանարդ հանած b-ի խորանարդ տեսքով, այդ խորանարդների տարբերությունը, երբ որ մենք կրճատ բազմապատկման բանաձևով ներկայացնում ենք, վերլուծում ենք, հա, արտադրիչների, երկրորդ փակագծում ոնց որ թե հենց այս արտահայտությունն է լինում, հա։ Հիշենք x խորանարդ, ու քանի որ սա a ու b կա, ընդհանուր a խորանարդ հանած b խորանարդ ենք ասում, հիմա ասեմ x խորանարդ հանած y խորանարդ։ X խորանարդ հանած y խորանարդ տարբերություն ինչ էր, հավասար կրճատ բազմապատկման բանաձևերից մեզ հայտնի է, որ սա հավասար է x մինուս y անգամ x քառակուսի գումարած xy գումարած y քառակուսի։ Հիմա ուշադրություն ենք դարձնում սրան, եթե x-ի տեղը լինի 2a, իսկ y-ի տեղը լինի b, կլինի x-ի քառակուսի 2a-ի քառակուսի 4a քառակուսի xy 2a անգամ b, 2a անգամ b։ Եվ այստեղ եթե y-ի փոխարեն լինի b, y քառակուսին b քառակուսի, դե տեսեք նույն բանը ստացանք, հա։ Փաստորեն, եթե սա իսկապես ներկայացնենք այս տեսքով ու կրճատ բազմապատկման բանաձևերով գրենք, որ սա մնացածը արդեն կլինի 4a քառակուսի գումարած 2ab գումարած b քառակուսի, այս տեսքով ներկայացնենք, հայտարարում էլ ունենք 4a քառակուսի գումարած 2ab գումարած b քառակուսի արտահայտությունը եւ նկատենք, որ այս երկուսը 0-ից տարբեր մեծություններ են, որտեղ a-ն ու b-ն դրական թվեր են, ուրեմն նու 0-ից հաստատ տարբեր են, դե ուրեմն կարող ենք կրճատել։ Եվ արդյունքում կստանանք 2a մինուս b անգամ 1 բաժանած 1, այսինքն ուղղակի 2a մինուս b։ Փաստորեն սա պարզեցրեցինք եւ եկանք 2a մինուս b տեսքի։ Այ հիմա նոր եկեք a-ի ու b-ի փոխարեն տեղադրենք։ Կլինի 2 անգամ a-ի փոխարեն 2 ենք տեղադրում, հանած b-ի փոխարեն 1։ 4-ից հանած 1 3, դե վերջ։ Ստացանք ուրեմն այս արտահայտության արժեքը 3 կլինի երկրորդ տարբերակը։ Անցնենք հաջորդին 15-ին, ապասուն 15-ն էլ էր հաշվել արտահայտության արժեք, ճիշտ է, 13-ից 15-ը, արմատ 3 անգամ արմատ 12, կամ կարելի է արմատների արտադրյալից անցում կատարել ընդհանուր արմատատակ արտադրյալի, հա, այսինքն արմատների արտադրյալից անցում ենք կատարում արտադրյալի արմատի, կամ էլ դա ավելի կարճ է, բայց կամ էլ արմատ 12-ն ենք նախ ներկայացնում արմատատակ 4 անգամ 3 տեսքով, դրանից անցում ենք կատարում արմատ 4 անգամ արմատ 3 տեսքի, այսինքն 2 անգամ արմատ 3 տեսքի, ու արդյունքում ստանում ենք արմատ 3 անգամ 2 արմատ 3, արմատ 3 արմատ 3-ի հետ բազմապատկենք 3, 2 անգամ 3 6, բայց դա ինչպես հասկացաք շատ երկար է։ Այնպես որ ավելի լավ է միանգամից գրել սա արմատ 3 անգամ 12 տեսքով։ Այ հակառակից գալու ժամանակ, երբ որ պետք է սրանից անցում կատարել այս տեսքի, իրավունք ունենանք այն եւ միայն այն ժամանակ, երբ որ առանձին սրանց նայենք a ու b, հա, a-ն ու b-ն երկուսն էլ լինեն ոչ բացասական։ Հակառակ դեպքում, եթե ասենք մեկը լինի բացասական, անցնենք այս տեսքի, արմատատակ որևէ արմատի տակ կամ սրա
կլինի բացասական մեծություն, բայց այդ դեպքում արմատը իմաստ չունի, այսինքն այս արտադրյալն իմաստ չունի, հա։ Դրա համար հակառակ, երբ որ արտադրյալի արմատից անցում են կատարում արմատների արտադրյալը, պետք է միշտ դրա վրա ուշադրություն դարձնենք։ Լավ, հիմա սա տվեց արմատ 3 անգամ 12, այսինքն արմատ 36, իսկ մենք գիտենք, որ 36-ը 6-ի քառակուսին է, այսինքն արմատ 36-ը կտա ուղղակի 6։ Ուրա 6-ը, սա երկրորդ տարբերակ։ Հիմա 16-ը, 16-ից 18, հավասարումներ և անհավասարումներ։ 16-ը գտնել 3x հանած 5 հավասար x պլյուս 3 հավասարման լուծումների բազմությունը։ Դե եկեք ուրեմն հավասարման երկու մասերին գումարենք 5, արդյունքում կստանանք 3x հանած 5 պլյուս 5, այսինքն 0 էլ չենք է գրում, հավասար է x պլյուս 3 պլյուս 5, այսինքն x պլյուս 8։ Եվ հետո առաջարկում եմ հավասարման երկու մասերից հանել x, արդյունքում կստանանք 2x-ը, չէ 3x հանած x-ը 2x, հավասար է x հանած x-ը 0 էլ չեն գրում, 0 գումարած 8-ը 8 է տալի, 8։ Եվ հիմա կարելի է հավասարման երկու մասերը բաժանել միևնույն 0-ից տարբեր մեծության վրա, մասնավորապես 2-ի։ Արդյունքում կստանանք 2x-ը բաժանած 2x, հավասար է 8-ը բաժանած 2, 4։ Արեցի n ինչ որ սովորաբար անում եք, ուղղակի առանց ասելու ոնց եք անում, շատ դեպքերում սխալներ եք թույլ տա։ Դրա համար ես ցույց տվեցի, ոնց որ հատուկ նշեցի, թե որ գործողությունը ինչ է նշանակում։ Ասենք մտովի ասում եք այն 5-ը տանենք այնտեղ կդառնա +8, x-ը բերենք ցախ կլինի 2x, այդ ինչ է։ Այդ այնա, որ մենք համարժեք ձևափոխություններ ենք անում հավասարման հետ։ Հանում ենք երկու մաս, այսինքն տվյալ դեպքում առաջին քայլով գումարեցինք երկու մասերի միևնույն դրական մեծությունը 5-ը ստացանք սա, հետո հանեցինք երկու մասերից x, ստացանք 2x հավասար է 8, հետո բաժանեցինք երկու մասերն է միևնույն 0-ից տարբեր մեծության վրա, 2-ի վրա, եթե 0 լիներ, բաժանել բնականաբար չէինք կարող, իմաստ չէր ունենա։ Դրա համար անպայման պետք է միշտ ուշադիր լինել, որ բաժանեք 0-ից տարբեր մեծության վրա, ինչու եմ սա շեշտում, որտեղ պարամետրով, հա, առաջադրանքների ժամանակ կարող է ստանաք ax հավասար b ու միանգամից գրեք x հավասար b-րդ, առանց մտածելու, որ եթե an 0 լիներ, ինչ կստացվեր, բա պետք է այդ դեպքը նայեք, չէ։ Հիմա այստեղ ստացվեց x-ը հավասար է 4։ Արդյունքում, երբ որ մենք կատարում ենք համարժեք ձևափոխություններ, ինչ որ վերջում ստանում ենք, քանի որ սրա լուծումն է, այս հավասարման լուծումն է, բայց դա համարժեք էր սրան, որտեղ համարժեք ձևափոխությամբ անցանք դրան։ Ուրեմն ստացվածը նաև այս հավասարման լուծումը։ Իսկ սա իր հերթին համարժեք էր տրվածին, ուրեմն ստացվածը նաև տրված հավասարման լուծումը, արդյունքում ստացվում է, որ մենք լուծեցինք այս հավասարումը եւ ստացանք, որ 4-ս հավասարման արմատն է։ Հիմա ասում եմ գտնել հավասարման լուծումների բազմությունը։ Պետք է նշենք 4-ը։ Այստեղ կուզեմ ձեր ուշադրությունը գրավեմ հետեւյալ փաստի վրա։ Բազմությամբ պատասխանները գրելու վրա։ Երբ որ ասում եմ լուծել հավասարում, ինչ պետք է անենք։ Պետք է գտնենք լուծումների բազմությունը, չէ՞։ Իսկ բազմությունները այս ձևով են գրում։ Այսինքն եթե լուծեք հավասարում, հա, ասում եմ լուծել հավասարում, ու ստանանք մի արմատ, ստացակ x-ը 9, դուք պատասխան չեք գրում, x-ը հավասար է 9, դուք x-ը չպետք է գրեք հավասար, դուք պետք է հենց գրեք արմատը 9, բա 9 ուղղակի 9 եք գրում, իրականում ճիշտ է բազմությամբ գրել։ Ուղղակի այս դեպքում ոնց որ ապահովության համար միանգամից ասեն լուծումների բազմությունը գտի, ոչ թե լուծիր հավասարումը, որ այդ առումով հարցեր չառաջանան։ Բայց եթե նենց է լինի, պետք է էլի գրենք բազմությամբ 9, ուղղակի այս ձևով գրեթե ոչ մի տեղ չի հանդիպում, չնայած ոնց որ թե գնալով շտկվում այդ թերությունները, ուղղակի 9-ներ գրած, հիմա արդեն ձևավոր փակագծերը դնում են, հա, հանգիստ, որտեղ ճիշտը դա է, թե չէ ուղղակի արտառոց էր թվում նախկինում մի տեսակ, որ սենց գրեն պատասխանում, բայց արյութս, որ ճիշտը սա է։ Այնպես որ եթե ստանաք հավասարումը, որ ունի մի արմատ, ասենք 9-ը, պետք է գրեք ձևավոր փակագծերով 9 պատասխանն է, պատասխան, պատ, կետ, հետո բութ, այսպես, այլ ոչ թե x-ը հավասար է դրա կամ ուղղակի 9։ Չնայած ասում եմ ուղղակի 9-ել են գրում, բայց ճիշտը ավելի շուտ սենց գրելն է, որտեղ պետք է ցույց տալ լուծումների բազմությունը, գտնել լուծումների բազմությունը։ Իսկ դա բազմությունը, որ բաղկացած է միայն 9 տարից կամ 9 թվից, հա, դրա համար այսպես են գրում։ Այնպես որ թող այս գրելաձևը արտառոց չթվա, այստեղ ամեն ինչ նորմալ է։ Կլինի բազմությամբ 4։ Հավասարման լուծումների բազմությունը, դա բազմությունն է, որ բաղկացած է 1 տարից, դա 4 թիվն է։
Ահա, երրորդ տարբերակ։ Հիմա 17-ը։ Գտնել մոդուլ x մինուս 7-ը մեծ կամ հավասար է 1 անհավասարման լուծումների բազմությունը։ Դե հիշում եք մոդուլով պարզագույն անհավասարումների լուծումը, թե տեսանյութը դիտել եք։ Այդ տեսանյութի ժամանակ մենք լուծել ենք թե մեծ կամ հավասար է a եւ թե փոքր կամ հավասար է a տեսքի անհավասարումները, ուստեղ այդտեղը ասենք 1 է հիմա։ Եվ նաեւ խոսել ենք մոդուլի երկրաչափական իմաստի մասին ու թե ոնց կարելի է երկրաչափական իմաստը օգտագործելով էլի որոշ անհավասարումներ լուծել։ Շատ կարևոր տեսանյութ է, անպայման դիտեք։ Լավ, հիմա որպեսզի լուծենք այս անհավասարումը, եկեք լուծենք նրան համարժեքը, բայց համարժեք ինչը տվյալ դեպքում կլինի համակարգը։ Այսինքն տվյալ անհավասարումից անցնենք նրան համարժեք համակարգի, կամ լուծել այս անհավասարումը համարժեք է լուծել հետևյալ համակարգը։ Համակարգ, ներողություն, համակարգ չէ, այստեղ մեծ կամ հավասար է, սա արդեն համախումբ է։ Փոքր կամ հավասարի ժամանակ էր համակարգ կլինի համախումբ x մինուս 7-ը մեծ կամ հավասար է 1 կամ x մինուս 7-ը փոքր կամ հավասար է արդեն մինուս 1, հա? Հիշում եք x մինուս 7-ը մեծ կամ հավասար է 1, նույնը արտագրում ենք առանց մոդուլ։ Իսկ արդեն մյուս անհավասարումը ստացվում է x մինուս 7-ը փոքր կամ հավասար է մինուս 1։ Սա համարժեք է, ուրեմն կստացվի x-ը մեծ կամ հավասար է 8, այստեղ x-ը փոքր կամ հավասար է մինուս 1 պլյուս 7 կտա 6, և արդյունքում ստացանք x-ը մեծ կամ հավասար է 8 կամ x-ը փոքր կամ հավասար է 6։ Թվային ուղիղը կամ թվային առանցքը եթե գծենք 8-ից պլյուս անվերջը, այսպես կարելի է գծանշել, հա։ Այս 8-ը քանի որ ներառյալ է, այս հատուկ հատվածի այդ փակը դրեցի, հա։ Եվ այստեղ փոքր կամ հավասար է 6 մինուս անվերջից 6-ն է, այս տեսքով կարելի է գծանշել։ Հիմա պետք է գտնենք միավորումը։ Դե հասկանալի է, որ միավորումը կլինի ուղղակի մինուս անվերջից 6 միավորած 8-ից անվերջ։ Եթե լիներ հատումը, իսկ դրա համար պետք է լիներ համակարգ, նկատում ենք, որ հատում չկա, այդ գծանշումները չեն հատվում, հատում չկա, կասենք, որ համախմբի լուծումների բազմություն դատարկ է, հիմա համակարգի լուծումների բազմություն դատարկ է։ Հիմա համախումբը միավորում ենք կստացվի, սա էլի եկեք մի քիչ տեղաշարժենք դեպի ձախ, ու գրենք կստացվի, սա համարժեք է, որ x-ը պատկանում է մինուս անվերջից մինչև 6 փակ միավորած փակ 8-ից պլյուս, այս պլյուսը ես միշտ դնում եմ սովորություն դառը գրելուց, բայց ընդունված չի պլյուսը դնել, հա, անվերջությունների ժամանակ միայն մինուսի համար եմ մինուսը դնում, որ վերջապես այն մյուսից տարբերվի, հա, այսինքն գրում են մինուս անվերջից, այսինքն պլյուս անվերջ ուղղակի անվերջ։ Դա անհավասարման իմաստում է գտնել լուծումների բազմությունը։ Որն է լուծումների բազմությունը։ Բազմություն մինուս 8-ից 6 միավորած 8-ից պլյուս անվերջ։ Այս միջակայքերի միավորումն է։ Այնպես որ էլի պատասխան ուշադրություն եք դարձնում, չեք գրում x-ը պատկանում է։ Ուղղակի գրում եք մինուս անվերջից 6 միավորած 8-ից պլյուս անվերջություն կլինի։ Ուրեմն առաջի տարբերակը։ Բարի, հիմա 18-ը գտնել արմատ x մինուս 5-ը մեծ է 3 անհավասարման լուծումների բազմությունը։ Էլի լուծել տվյալ անհավասարումը համարժեք է լուծել հետևյալ, այստեղ մեծի նշանը կլինի ուրեմն անհավասարում, այստեղ համակարգ չլինի, որ փոքրի նշան լիներ կլիներ համակարգով, որտեղ պետք է արմատի թափն է գրեինք, որ մեծ կամ հավասար է, այսինքն անհավասարման թափը առհասարակ գրեինք, իսկ դա կլիներ այն x-երը, որոնց համար x մինուս 5-ը մեծ կամ հավասար է 0, այսինքն ոչ բացասական է, որ արմատը իմաստ ունենա, որտեղ պետք է հավասարում լինի, թե անհավասարում, հա, երկու մասերն է իմաստ ունենան կամ այսպես ասած որոշված լինեն, որ անհավասարումը կամ հավասարումը որոշված լինի կամ իմաստ ունենա, որ լուծենք, հասկանալի է, այդ է թույլատրելի արժեքների բազմության իմաստը։ Դրա համար մենք պետք է թույլատրելի արժեքների բազմությունը գրեինք, եթե փոքրի նշան լիներ, ինչու, որովհետև քառակուսի բարձրացնելուց հետո մի քիչ հետո դրա մասին կխոսեմ։ Մենք կստանայինք, որ x մինուս 5-ը փոքր է 9, բայց
x-5-ի 9-ից փոքր լինելը չի ապահովում, որ x-5-ը լինի մեծ կամ հավասար 0, որովհետև կարա -700 լինի, էլի փոքր է այդ 9-ից, բայց չէ որ պետքա մեծ կամ հավասար լինի 0, այսինքն պետքա նաև անպայման, հա, գրել, որ x-5-ը պետքա լինի մեծ կամ հավասար 0, այդ պայմանները, որ դնում ենք, շատերդ ասում եք, մենք գիտենք, որ այսպես է, այդ մենք գիտենք, այդ այսպես ասած անհավասարումը, որ անշունչ առարկա, նա չգիտի, որ դա է այդպես, նա չգիտի, որ պետքա x-5-ը լինի մեծ կամ հավասար 0, մենք գիտենք, որտեղ պետք է այդպես լինի, որ սա իմաստ ունենա, որ անհավասարը իմաստ ունենա, հասկանում եք, իսկ եթե մենք գիտենք, որ պետք է ինչ-որ բան այդպես լինի, ու դրա համար պետք է SSS պայմանների տեղի ունենալը, մենք պետք է այդ պայմանները դնենք, ոչ թե ասենք սա այսպես է որոշվում, սա այսպես է, չգիտեմ ինչ, ու չգրեք, չեք գրում, ստացվում է դուք այդ պայմանը չդրեցիք, սխալ բան եք գրել։ Հասկանում եք, սխալ լուծում եք ստանում կամ իմաստ չունեցող բան եք ստանում, մենք պետք է դնենք ու լուծենք այդ պայմանները։ Այնպես որ այդ դեպքում կներ համակարգով x-5-ը փոքրայինը եւ x-5-ը մեծ կամ հավասար է 0։ Իսկ հիմա երբ որ մեծ է, արդեն համակարգի իմաստ չկա, որտեվ եթե մենք համակարգով գրենք, հեսա էլի այդ քառակուսի բարձրացնելու մասին խոսեմ, x-5-ը մեծ է, x-5-ը մեծ է 3-ի քառակուսի 9 եւ եթե ասենք ավելի շուտ x-5-ն է մեծ կամ հավասար 0, ուշադրություն դարձնենք հետեւյալին, որ եթե x-5-ը 9-ից մեծ է, մենք այդպիսի պայման ենք դնում, լուծում ենք դա ու գտնում ենք այն x-երը, որոնց համար x-5-ը 9-ից մեծ է, ուրեմն հաստատ x-5-ը մեծ կամ հավասար 0 Այս մեծ կամ հավասարի 0-ն ինչ է նշանակում, մեծ է 0 կամ հավասար է 0, համախմբի իմաստով, օրինակ 6-ը 5-ից մեծ կամ հավասար է, թե ոչ, կարող ասեք չէ, մեծ է, իրականում ճիշտ է, որ մեծ կամ հավասար է, որովհետև 6-ը ճիշտ է 0-ի հավասար չի, բայց 5-ից մեծ է, տեսեք, 6-ը 5-ից մեծ է, բայց 0-ի հավասար չէ, այսինքն 6-ը մեծ կամ հավասար է 5-ը համախմբի իմաստով, ստացվում է այս, որ 6-ը 5-ից մեծ է կամ պետք է 5 լիներ, ես ասում եմ։ Անընդհատ կրկնում եմ ու զգում եմ, որ մի բան սխալ ասի։ 6-ը մեծ կամ հավասար է 5, մեծ է 5 կամ հավասար է 5։ Համախմբով։ Ճիշտ է, 6-ը 5-ի հավասար չի, բայց 6-ը 5-ից մեծ է, չէ՞։ Դատարկն է տար չունեցող բազմությունը։ Փաստորեն միավորելուց ոչ մի բան չավելացավ։ Անփոփոխ մնաց, այսինքն մնաց սա, արդյունքում կստացվի x-ը պատկանում է r, այսինքն ստացվեց, որ 6-ը իսկապես մեծ կամ հավասար է 5-ից, այնպես որ այստեղ երբ որ մենք ստանում ենք, որ x-5-ը մեծ է 9-ից, ուրեմն հաստատ 0-ից մեծ կամ հավասար է, այսինքն տեղի է ունենում նաև այս պայմանը, սա կարելի ասել գնում է ճշմարտություն, սա լուծելու կարիք չկա, հա, սա դառնում է ավտոմատ ինքնըստինքյան ճիշտ, եթե սա տեղի է ունենում, դե ուրեմն եթե մենք ուղղակի գրենք, որ x-5-ը մեծ է 3-ի քառակուսուց, այսինքն x-5-ը մեծ է 9-ից, այսինքն x-ը մեծ է 14-ից, կստացվի, որ նաև x-5-ը ոչ բացասական է, այսինքն արմատատակ ոչ բացասական մեծությունը արմատ իմաստ ունի, անհավասարում իմաստ ունի, դե վերջ ուրեմն այս անհավասարումը համարժեք է հետևյալ անհավասարմանը, որ x-5-ը մեծ է 3-ի քառակուսուց։ Դե եթե ստացանք x-ը մեծ է 14, որը այս անհավասարման լուծումների, x-ը մեծ է 14-ը, չէ՞, 14-ից պլյուս անվերջ է, այս անհավասարման լուծումների բազմությունն է։ Սրանք իրար համարժեք են, դե որտեղ ուղղակի անհավասարման երկու մասերին, այսինքն չէ, սա նույն բանն է, 3-ի քառակուսու տեղը գրել ենք 9, այսինքն 14-ից պլյուս անվերջը սրա լուծումների բազմությունն է, բայց սա համարժեք է տրվածին, ուրեմն 14-ից պլյուս անվերջը նաև տրված անհավասարման լուծումների բազմությունը, դե վերջ, ուրեմն մենք լուծեցինք այս անհավասարումը եւ նրա անհավասարման լուծումների բազմությունն է բաց 14-ից պլյուս անվերջություն միջակայքը, հասկանալի է, այնպես որ մենք պատասխանում Այստեղ կնշենք երրորդ տարբերակը։ Երրորդ տարբերակն ինչ վերաբերում է քառակուսուն, պետք է հիշեք, չմոռանաք, որ եթե անհավասարման երկու մասերում ոչ բացասական մեծություններ են, եթե մենք բարձրացնենք անհավասարման երկու մասերը քառակուսի, մենք կկատարենք համարժեք ձևափոխություն։ Այսինքն սրանից անցում կատարելը սրա համարժեք ձևափոխություն է, հասկանալի է, դրա համար էլ սա լուծելով ինչ ստանում ենք, լուծում է նաև սրա համար։
Այնպես որ սրա կարիքը չկա, բավարար է միայն պահանջել, որ x մինուս 5-ը քառակուսի ենք բարձրացնում երկու մասերն է անհավասարման արմատի քառակուսին արմատա տակ թիվն է x մինուս 5-ը մեծ է 3-ի քառակուսուց հետ նույն լավ ստեղ գրեմ ուղղակի 9 լավ ուրեմն 14-ից պլյուս անվերջ երրորդ տարբերակ սենց երկար կլինի տեսանյութը չէի նախատեսել որ սենց մանրամասն պետքա բացատրեմ բայց ինքնս ինքյան ստացվեց լուծելուց որտեղ շուտվանից վաղուց տեսանյութ չէի նկարել, դրա մասին վերջում կխոսեմ 19-ից 20-ը պրոգրեսիա 19-ը գտնել թվաբանական պրոգրեսիայի 5-րդ անդամը, եթե A1 հավասար է 2, D-ն հավասար է 3 Եթե ունենք թվաբանական պրոգրեսիա եւ հայտնի է նրա առաջի անդամը եւ տարբերությունը D-ն է ուրեմն 5-րդ անդամը գտնելու համար կարող ենք օգտվել n-րդ անդամի բանաձևից թվաբանական պրոգրեսիայի համար n-րդ անդամը որոշվում է հետևյալ բանաձևով A1 պլյուս նու A1-ից կախված կասենք այս անգամ A1 պլյուս n-1 անգամ D բանաձևով դե հիմա մեզ պետք է 5-րդ անդամ n-ի տեղը 5 ենք տեղադրում ուրեմն կստացվի որ A5-ը այս ինչը ցույց եմ տալիս դուք միշտ բանավոր եք անելու հա եթե արդեն չեք անում որովհետև սա ոչ մի չի գրում միանգամից բանավոր անում ենք հիմա այս անգամ ցույց տամ A5-ը կլինի հավասար A1 պլյուս 5 հանած 1 4 4-ը D հա A5-ը A1 պլյուս 4-ը D նույն ձևով մենք կարող ենք A5-ը ներկայացնել արդեն ոչ թե A1-ից կախված այլ ուրիշ անդամից կախված հետևյալ ձևով օրինակ A2-ից կախված կլինի A2 գումարած D-ի գործակիցը քանի որ A-ի ինդեքսը 1-ով մեծացավ D-ի գործակիցը 1-ով փոքրանում է A2 պլյուս 3D A3-ից կախված կլինի A3 պլյուս 2D A1 A4 ներողություն պլյուս 1D այսինքն D հա այսպես է կարելի է ներկայացնել երբ որ պետքա ոչ թե հենց A1-ից այլ ինչ որ կայերորդ անդամից հասկանալի է կախված ներկայացնել հիմա քանի որ A1-ն ու D-ն ունենք այսինքն A1-ից կախված ներկայացնելն է հարմար A5-ը կլինի A1 պլյուս 4D այսինքն 2 պլյուս 4 անգամ 3 2 պլյուս 12 14 Ստամ ես մոռացել էի որ բաներ կար, որ պետք էր գրել, սրանք պետք չէր, հա, 19-ից 35-ներ ուրեմն, ստեղ վերևը կարևոր բան կա, այս ամեն ինչը պետք է միշտ կարդալ, 19-ից 35-րդ առաջադրանքների ճիշտ պատասխանն առանց չափման միավորի անցկացնել ձևաթղթի համապատասխան տեղ, այսինքն այնտեղ դաշտերը, հա, ոնց որ վանդակ չի դաշտ է, Հիմա 14-ը գրում ենք 14 Եթե տեքստային խնդիր լինի օրինակ արագություն ուզի գտնենք 40 կմ/ժ քանի որ ասում է առանց չափման միավոր ուղղակի գրում ենք 40 20-րդը տրված են երկրաչափական պրոգրեսիայի 3 իրար հաջորդող անդամները 4x36 գտնել x-ը եթե x-ը մեծ է 0-ից x-ի մեծ 0-ն շատ կարևոր է, հա, պատասխանը լրացնելու համար, որտեղ ինչքան գիտեմ, ինչպես միասնական քննությանը, նույնպես եւս ավարտական թեկուզ 9-րդ դասանի քննությանը պատասխանները պետք է լինեն ոչ բացասական ամբողջ թվեր։ Այսինքն, եթե ստանանք ինչ-որ մինուս ինչ-որ բան, դա սխալ է լինելու։ Որտեղ պատասխանները պետք է լինեն ոչ բացասական ամբողջ թվեր, որ այդ մինուս նշանը չգրվի, էլի պատասխան։ Հիմա դրա համար է հատուկ էս x-ը տալի մեծ 0, որ մենք այնտեղ բացասական պատասխանը բացառենք, միայն դրականը գրենք, հասկանալի, այսա կհասկանաք ինչի մասին է խոսքը։ Տեսեք, 4x-ը 36-ը երկրաչափական պրոգրեսիայի 3 հաջորդող կամ հաջորդական անդամներ են։ Մենք գիտենք, որ երկրաչափական պրոգրեսիայի միջին անդամի քառակուսին, միջին անդամ տվյալ դեպքում x-ն է, որտեղ ունի իրեն նախորդող եւ հաջորդող անդամներ տրված։ Միջին անդամի քառակուսին, ահա x քառակուսին, հավասար է իր հարևան անդամների արտադրյալին, այսինքն հավասար է 4 անգամ 36 կամ ասում են, որ x-ը հավասար է, եթե այստեղից ուզենանք x-ը գտնենք, ինչ կլինի x-ը հավասար է ուղղակի քառակուսի արմատ չէ, պլյուս մինուս քառակուսի արմատ 4 անգամ 36, որտեղ եթե x-ը լինի մինուսով 4 անգամ 36, նրա
քառակուսին կտա 4 անգամ 36 եւ եթե պլյուսով լինի, էլի սա կտա։ Այսինքն եթե x քառակուսին հավասար սրան, x հավասար պլյուս մինուս է արմատի։ Այսինքն մենք ստանում ենք x-ի երկու արժեք ու մեկը հասկանալի է, որ բացասական է, հա, մինուս արմատովը բացասական է։ Դրա համար որպեսզի այդ մինուսովն է պատասխան չգնա կամ պատասխանը լինի միակը ու հավանաբար ուզում են որ դրականը լինի, տալիս է այս պայմանը, որ x-ը մեծ է 0, որ այս մինուս արմատը բացառվի, հասկանալի է, x-ը մեծ է 0-ից, հետևում է, որ x-ը հավասար է։ Այստեղ հատուկ կարմիրով դնեմ դիմացը պլյուս, բայց այդ պլյուսն է, ինչպես գիտեք, չեն գրում, ուղղակի գրում են արմատ։ 4 անգամ 36, ըհը։ 4 եւ 36 թվերի արտադրյալի թվաբանական արմատին է հավասար։ Կլինի հավասար, սա նույնա թե գրենք արդեն արմատ 4 անգամ արմատ 36, այսինքն կարող ենք գրել այս ձևով։ Արմատ 4-ը 2-ը, արմատ 36-ը 6-ը։ 2 անգամ 6-ը կտա 12, դե ստացանք, որ x-ը 12-ը, թե չէ լինում էր պլյուս մինուս 12։ Ստեղ է 12, ուրեմն ձևաթղթի համապատասխան դաշտում կգրենք էլի ուղղակի 12։